Ինչ թե ասել, հա, սիրելի հետևորդներ ջան, անցել ենք առաստաղը սարքելուն և հասել ենք այս տեսքն ունի, վարպետը եկել է և հիմա արդեն կհավաքի, դե գիտեք, ես էլ մասարմաս միանում եմ ձեզ ու ցույց եմ տալիս իմ գործերը, բարև սիրելի հետևորդներ ջան, վարպետը եկել է իր տղային լելակերել, որ օգնելու բաներ կա այդ առաստաղը հավաքելու, կոֆես դրսում խմում էի, նույնիսկ ձեզ էի միացել, բայց հենց որ միացա իմ կարելույսը փոխանցելու ձեզ, իրենք եկան, որ չհասցրեցի էլ ձեր հետ զրուցել, դրսից էի միացել, եղանակը արևային է, նաև ասում եմ, որ իմ կոֆեն կիսատ էր, մի քիչ դժվարություն էի խմում, ու հասկացում, թե ինչ է կատարվել, ուրեմն երեք որ չուչխորն արեցի, ասեմ, որ լավ տեղին հոգնել էի, հետո էլ չէի ուշադրություն դարձրել, թե ստեղ ինչ եմ թողել, էդուս շամին էլ որովս տեղադրեցի, հետո ես բաժակով, որ միշտ լցնում եմ իմ կոֆեի ջուրը, դե սրանով էի այդ քաղցր շիրան խմել, Հարավոտը որեպեցի այդ կոֆեին ու կտում եմ, որ այն կոֆեն չի ինչ-որ ինձ ա պետք, դա չի, տացեցի երևի հոգնել եմ կոֆեից, դե ամբողջ օրը կոֆե առավոտ ծեքին, հետո մի քիչ արդեն անգամից հասկացա, որ չէ որ ես շիրան ես բաժակով եմ խմել ու քաղցրությունը սրել հետևորդներ ջան, որ ջուրը լցրել եմ, շիրայի քաղցրությունը, որ կպած ա եղել պատերին, ու վերցրի ինքը մաքուր էր, քանի որ տեսակ եմ խաղողի շիրան ինչքան պարզ էր։ Ու հենց իմ կոֆեն քաղցր էր, դժվարությունով էի խմում, հենց էլ կիսատ մնաց, էլ չեմ խմի, դրա համար հիմա իմ համար էլ դրեցի, քանի որ իրանք հայր ու տղա են եկել, և ես էլ արդեն 3 հատ կոֆե գնանք, դուք էլ ձերը դրեք և միացեք մեզ, մեր մոտ աշխատանքային է, շինարարություն, այլ գործեր, գործը առաջ է գնում, քանի որ հատկապես 3 բաժակը, ես կարող եմ գնալ ու մի քիչ հետո գալ, իդեպ ասեմ, այստեղ չուչխերներս այստեղ է, այն փայտը փոխել եմ, քանի որ ուզում էի, որ երկրորդ պահով էլ անցկացնեմ, մեկը անց եմ կացրել, ցույց կտամ, հիմա հարմար չէ, հետո նկատեցի, որ երկրորդ անգամ այդ շիվայով անցկացնելը ընդհանրապես պետք չի, առաջի շիվան այնքան որակյալ է, եղել սիրելի հետևորդներ ջան, ընտիրությունը, այսօր ուզում եմ նաև տանել դրսում կախել, ցույց կտամ ձեզ, բայց հիմա գնամ բաժակ, մաժակ, ինչ որ պետք է, այնտեղ պատրաստեմ։ Դե նայելը պետք չի, շուտով կգամ։ Սիրելիներս եկել եմ կոֆեի կողքնեմ ու հետևում եմ, ու շուտով կլինի մեր կոֆեն 3 բաժակ, այս պահն էլ շատ հաճիկ տալիս չեմ, ես երբ որ մի կողքից սերը բարձրանում է, մի կողմից դեռ ոչ, ասեմ, որ չեմ սիրում հենց այս պահին գդալով խառնել, խառնած կոֆեն չեմ սիրում ընդհանրապես, կարող եք գրել, դուք ինչպիսի կոֆեն եք սիրում եք, երբ որ խառնում եք գդալով, թե թողնում եք ինքն իրենով, այսինքն հավեսով, տեսակ, ոնց ներս ընկավ, այո, թեկուզ մանրուքա, սիրելի հետևորդներ ջան, բայց հետարքիր է, ամեն ինչի համը ճիշտ վերցնելու համար, ճիշտ կանոններ են պետք, չէ՞, ջան, ինչ հավես է, դե ես հետևեմ շարունակություն տամ, նորից կմիանամ ձեզ։ Սիրելի հետևորդներ ջան, ես եկել եմ կոֆեն ձեր հետ խմելու, իրենք էլ տանը կխմեն հայր ու տղա, ջան,
արևա։ Ցուրտ էլ չի թենց։ Մի քիչ որ տակ էլ հագնվենք, քիչ, շատ չէ։ Արդեն կարան դրսում էլ մնանք։ Համ հավերիս կհետևեմ, համ կարալյոկի ճիրը կտրորեմ այս ընթացքում, կոֆես էլ ձեր հետ կխմեմ։ Հասրել հետևորդներ ջան, ընտիրություն է։ Միշտ սովորենք, չէ՞ այդ ձեռքով, ավելի շատ աշխատել, հատկապես որ ձախլիկ չենք դե, չնայած ելետեովներ ջան ձախլիկները գիտեք չէ, տարբերվում են մեզնից, ձախլիկ մարդիկ շատ ունակություններ ունեն, գովաբան ենք ձախլիկներին, կան մեր էջում ձախլիկներ, ապա գրեք, ես որ մինչև ձերքս չեմ փոխում ինչ-որ մի կարևոր գործ անելու համար, ինչ-որ իմ սրտով չի լինում։ Հավերիս էլ ադուր գալի եղանակը։ Այդ շարոցները, որ սիրում ենք բոլորս շարոց ասել, կարի ասել ես էլ եմ արդեն այդպես սովորել, ես միշտ չուչխել եմ ասել, եսա որ կոֆեն խմենք, վերջացնենք, ուզում եմ էդ էլ բերեմ դուրս, դրսում կախեմ, հա։ Մի խոսքով, այդպես։ Հիմա կտեսնենք մեր էջում քանի ձախլիկ կա։ Գրեք ինձ անպայման սիրելի հետևորդներ ջան, երբեք չամաչեք, որ ձախլիկ է, քանի որ ինչ տարբերություն, նույնը կլինի, եթե մենք էլ ամաչենք, որ աչլիկ ենք։ Նկատեցիք, մինչև չփոխեցի ձեռքս, գործ չարեցի։ Մեկ էլ հումորով ասում եմ, չէ, ձախ ձեռքին աշխատեցնենք։ Շատ լավ է, չի բորբոսնում, շատ եք վախենում, որ ես մի քանի օրվա խոնավերտ է եղանակը, ինչքան էլ որ այդ ցելոֆանն է տոպրակով ծածկել էի, ամեն դեպքում մտածում էի կարողա բորբոս գցի, բայց գոնե մի հատ բորբոս չի տվել, սիրելի հետևորդներ ջան։ Ընտիր, շատ ընտիր։ Այստեղ շատ չեմ ուզում զբաղվեմ, քանի որ այլ գործերով էլ եմ ուզում ձեզ միանալ, սիրելի հետևորդներ ջան, կոֆեն արագ ենք խմում այստեղ, նշան ենք անում, որ թե որտեղ ենք հասել, Չիրը տրորելը, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-րդից կսկսեմ ու կշարունակեմ այդպես։ Սիմային էլ ադուր եկել, այստեղ արևի պոզա գտել բալկոնում ու բազմել եմ։ Հավերս գնացին արոտի վազքով։ Այնքան լավ կանաչ խոտ կա, ամբողջ բաղուբաղ չես կանաչա, չնայած որ ձմեռ է։ Առաջվա տարիներին այսպես չէր սիրելի հետևորդներ ջան, նույնիսկ եղել է որ հոկտեմբերից, սեպտեմբերից ցրտելություն է եկել, հիմա բնությունը աշխարհը շատ է փոխվել, մի փոքր էլ առանց ձեզ մնամ, արագ մնացածն էլ կտրորեմ և մյուս գործերով ձեզ կմիանամ։ Անցել եմ ուտելիք պատրաստելուն, այստեղ պահինձը միացրել եմ, որ ջրկաթիլները չորացնի, այս էլ բուսայուղա սիրել հետևորդներ ջան, այն 5 լիտրանոց բուսայուղը, որ գնել էի, այս հենց փոքր շշեր եմ լցրել, հետո ամուր փակել եմ, 5 լիտրանոցն էլ շիճուկ եմ լցրել, որ թվի, թել վանիլան եմ, Այսի բացեց, քաղաքի կամպոտի շիշա սիրել հետևորդներ ջան, միշտ էպես կատակով ասում, ես ինչ եմ ուզում պատրաստել, էլեք դե ասեցի, որ 2 հատ ակրով եմ, չէ, աճորել, մեկն էլ ես եմ մեր համար պատրաստել, մենք էլ ճաշակ ենք, ու շամել, բայց
Գնացի ու ասեցի չէ, որ այսօր հեշտ լինեմ։ Շուտով մաքրել եմ, իսկ եմ արել այստեղ եմ։ Սուտ եմ պատրաստելու։ Հիմա կսվել է դրողներն, իշտ այդպես պատրաստի միսը մեր տանից, ասենք ունելում ենք մեր ուզած պահենք, հակապես փոքր կենթանիներին ադավերաբերում, որ հենց որ պետք կալինում, անիքապես մենք տնից ունենում ենք, բայց թե գիտեք, թե դրա պահելը, դրա չարթալանքը, կա շատ է։ Աստեղ արդեն Իլո եկես, չեմ կշվել, բայց այսպես թարքիս սկում եմ։ Ահա սոպարատը դինի, հետո տոմատին լացվելու, տոմատը լցնելու։ Արդեն ակլորի միսը լցրել եմ, սոխարած, առատ տոմատ, 1 լիտր ջուր և իմ պահած ակլորի միսը, սիրելի հետևորդներ ջան, սա քարճիկն է, խոսքով ամբողջը լցրել եմ, հուդիկը, թևիկը, մեջքը, ակլորի այդ մասնիկները, մեծ ակլոր էի մորթել, դոշը, ահա դոշը, մի խոսքով ամբողջը լցրել եմ այստեղ, հուդի այն թափկամիսը, մարջը, սիրտը և ջիգյարը։ Ջիգյարով ճաշ եմ պքում, հոբիսով, և հիմա նորից միանամ ձեզ, ասեմ ինչ եղավ այս ընթացքում։ Անցնում կարտոֆիլը մաքրելուն, որ արդեն բերել եմ, սիրելի հետևորդներ ջան, դոյով բերեցի, որ հեշտ լինեմ այստեղ, ընդհանուր այդ արկղը հանել եմ, և տարել եմ սառը տեղ նորից, քանի որ ուզում էր էլի ծիլեր դա, քանի որ գազի պետ չա գիշեր-ցերեկ միացնում եմ, տաքությունն նաև խոհանոց եմ մտնում, դրա համար հանեցի։ Այս ընթացքում կադրից դուրս եկա, քանի որ մարդ եկավ տուն ու այդպես լույսս էր հետ կիսատ մնաց, համ զրուցեցի, համ էլ տոմատ լցրի, ակլորի միսը լցրի և 1 լիտր ջուր լցրի, սիրելի հետևորդներ ջան, և նորից միացա ձեզ, այսպես, եղանակը շարունակվում է տաքոտ մնալ, կարելի է այդպես ասել, քանի որ արև է շողշողում, վարպետները հայրերը որդի գործ են անում, գործը առաջ է գնում, քանի որ երկուսով են գործը արագ է գնում, դրա համար ես էլ ամեն բան թողեցի, ասեցի ուտելիք պատրաստեմ, որ ես էլ պատրաստ լինեմ, ու հայավարի ես էլ հաց սարքեմ, այդպես, հատկապես որպես ուտել մեջ մարդիկ են լինում, համագյուղացի, մենք մեր ավանդույթները պահպանում ենք, չեմ նայում, թե կարտոֆիլը հաստ են կպում, թե բարակ են կպում, միևնույն է հավերս կուտեն, չի կորչում, պետք այս ընթացքում գնամ հավերին էլ հետևեմ, բայց մի հատ ուզում եմ ճաշը պատրաստ լինի, մինչև ճաշը կեռա, նոր դուրս կգամ, կգնամ հավերիս կհետևեմ, այս ընթացքում չեմ նայել, անհանգստանում եմ, ամեն րոպե վտանգը կա ու կա, սիրելի հետևորդներ ջան, այսպես գործը շարունակեմ, դե գիտեք, որ իմ խոհանոցի լուսամուտը դեպի իմ բակն է նայում, դեպի իմ դարպասի կողմն է նայում, ու այստեղից տեսնում եմ ով գնաց, ով անցավ, ով եկավ, այդպես սիրելի հետևորդներ ջան, այդպես թափահարեմ, որ կարտոֆիլը ներքևից դուրս գա, շատ կարտոֆիլով չեմ անում, ու կարելի ասել համաչափ,
ուզում եմ, որ ավելի շատ միսը առատ լինի, ավելի ճիշտ, կարտոֆիլը ամեն օր էլ ուտում ենք, բայց տնական աքլորի միս, ոչ ամեն օր, երեկ առիթ հանդիսացավ, որ երկու աքլորը հաճարեցի, ճիշտ այդքան էլ հոգնած էի, բայց ասեցի չէ, պետք է մենք էլ աքլոր ճաշակ ենք, հիմա սատանեմ լվամ ու բերեմ լցնեմ սիրելիներս։ Սիրելի հետևորդներ ջան, ջուրը եմ բերել, որ պետք է ջուրն ավելացնեմ, այստեղ արդեն լավ եռում է, կարտոֆիլներ եմ լվացել բերել, աքլորի միսը սոխարոցի տոմատի մեջ լավ եռում է ու արդեն ժամանակն է կարտոֆիլը ավելացնելու։ Ես իմ տաթևի սիրելի ճաշն է, իր ուսանողական տարիներին շատ հաճախակի էի գնում ու միշտ ասում էր մի հատ մամայի ճաշ եփի, ես էլ հենց այս ճաշն էի եփում, սիրելի հետևորդներ ջան, այսպես կարտոֆիլները 4 մասի եմ բաժանում, կարտոֆիլը շատ փխրում է ու արդեն քանի որ աքլորն էլ մի տարեկան չկա, 6 ամսական աքլոր եմ մորթել, սիրելի հետևորդներ ջան, այսպես ու կարտոֆիլի հետ փխրուն շատ արագ կեփվի, կարիք չլինի շատ սպասելու, որ եփվի, արդեն իսկ համոբույրը տարածվել է, վրան էլ կարմիր և կանաչ պիպար կկտրեմ, կանաչի, իդեպ կանաչին, ունեմ իմ ցանած կանաչին, մեկը փոքր ամանով է, լիմոնի հետ տուն եմ բերել, այն մյուսը դրսում է, մեծ արկղով է ցանած, նրան էլ ծածկում եմ գիշերները, առավոտները բացում եմ, մի հատ հավերս հասցրել էին փափուկ տերևներից ուտել, բայց դեռևս կա, կանաչին էլ այդտեղից, այսպես, թարմը կանաչիով, շատ ընտիր, մի փոքր ջուր, այնքան որ թեթևակի երեսը ծածկի, ու մի քիչ է, որ եփվելու տեղ, այդպես ենք ասում, որ գոլորշու հետ գնա, մի հատ էլ եզրերից ուղղակի այսպես, բարձրացնում ենք միսը, որ միսը դե ծանր է, նստում է, չկպչի, ինքը այդպես մի քիչ որ շարժում ենք, չգիտեմ, ես միշտ այդպես եմ անում, ինձանից անկախ, թե սովորություն ադարել, մի հատ որ կարտոֆիլներ լցնում եմ, եզրերից, մի քիչ իրեն շարժում եմ։ Հիմա կսպասենք, որ եռա, պատրաստ է կմնա մի բարով և կանաչի, դե ամեն վերջում, ձու չեմ լցնելու, ձուն լցնում եմ ջրալի ճաշերի մեջ, սիրելի հետևորդներ ջան, այստեղ շուրջս հավաքեմ ու գնամ հավերին հետևամ, բայց մի բան էլ եմ ուզում ասել, սիրելի հետևորդներ ջան, ոչ եք ասում մի շար անկակալը չուչխերի համար, այստեղ մոռացել եմ կախած, էսյա, ախր ես էլ զգում էի, որ այստեղ 10 հատ նրանից է եղել, 10 հատ նրանից, այսինքն մեծ և փոքր, հետո ասեցի երևի ես եմ սխալվել, իմ հաշվարկի մեջ, հետո այստեղ հիշեցի, որ շատ մի հին զրույց կա, մի քիչ հումորի տեսքով, շատ հնում, մի հատ տատի չուչխել անում, հետո տեսողությունը շատ վատ ա լինում, գրեթե տեսնելիս չի լինում, բայց շոշափելով զգում ա իր արած դրածը ու միշտ չուչխել անում իր աթոռների համար ու քանի որ լավ չի տեսնելիս լինում, ձեռքով շոշափելով, այսպես զգում ա 1, 2 ու 1, 2 չի անում, 2 ա հաշվում, ոնց որ ես էի 3, 2, այդպես թաթախում, չէ, ջուղթ ու անընդհատ չորանալու ընթացքում դե այս բանին էլ ա շատ համով լինում, ասեմ, որ արդեն երեսը չորչորոտվել ա, արդեն իսկ այդ խմորային մասից դուրս ա եկել ու գնում շոշափում ա, զգում ա, որ մեկը պակաս ա, մի ջուղթը պակաս ա, մի ջուղթ, 2 ջուղթ, 3 ջուղթ, ու թենց հասկանում ա, որ իր աթոռնիկները չուչխելը կիրել են թաքում, հիմա ես իմ հաշվարկում նկատեցի, որ աչքիս նկատելի երևաց, որ մեկը պակաս ա,
Բայց այդ ընթացքում էլ չէի նկատել, որ այստեղ կախել եմ սիրելի հետևորդներ ջան, պատկերացնում եք, վլոգը կարգավորելու, մոնտաժային աշխատանքներ անելու ժամանակ նկատեցի, որ սա չկա ու այսօր գտա այստեղ կախած, հիմա նաև ասեմ, որ մի փոքր ավելացել էր ու այստեղ լցրել եմ, որ լավաշ դառնա, հիմա տատանվում եմ, թողում եմ սա, թեսնը մի քիչ կամպոտի հյութով բացեմ, մի քիչ երտամ ու այս մեկն էլ թաթախեմ, դեռևս տատանվում եմ, այս պահին շատ է զբաղված եմ, հիմա ոչ մի բան չեմ անում, այստեղ սա կերա, նորից չէ, այստեղ դերեմ, որ տեսանելի էլի չմոռանամ, ահա, և գնում եմ մի քիչ հավերիս հետևեմ, սիրելի հետևորդներ ջան, որ իմ հավերն ու ակլորը չկորչեն, օրվա մեջ միշտ գնում եմ ջուջու եմ անում, մի բուրցորեն եմ էլի տալի, դե ջուտիկներին էլ 3 անգամ եմ կերակրում, այդ գործերը կանեմ, հարմար լինելու դեպքում իհարկե նորից կմիանամ ձեզ, այսպես, չմոռանամ նաև գրեպը տանել հավերին տալ։ Եկել եմ կանաչի քաղելու ու սրանով էի ծածկել, ահա, հիմա բացեմ, տեսնենք ինչ տեսք ունի, հավերը ճիշտ է մի քիչ կերել էին, բայց լավ մասեր էլ կա, այս մասերից կարամ քաղեմ, ու կլինի, մի քիչ էլ տանը ունեմ, տանն էլ ունեմ այս կանաչուց, այդ էլ կքաղեմ ու կլինի, սիրելի հետևորդներ ջան, մկրատով եմ քաղելու, բերել եմ, ահա, այստեղ ամանը, և սկսեմ։ Սիրելի հետևորդներ ջան, ես էլ տան կանաչին է, ավելի փարթամ, որը պահում եմ այդ ամանը լիմոնի ծառի հողի վրա, ահա, այսպես, այսենց, ու սա էլ քաղեմ, մի քիչ դեղին տերևներ էլ կա, բայց դե արդեն կմաքրեմ դեղինները։ Դու շուտ մեդան ես գնամ։ Ինչի՞ մա, մեյդան գնալու բան կա։ Շուրոբն քիչ թնդեմ է։ Հա։ Շուրոբն քիչություն տի անել, կարամ զանգեմ տենամ մեկի հետ կղրկեն, կամ էլ մի բան կանենք։ Հասել ենք այստեղ, սիրելի հետևորդներ ջան, շուրոբները մի քիչ պակաս է, տենանք ինչ ենք անում։ Սիրելի հետևորդներ ջան, տեսակ, լսեցիք, որ շնորհարության համար պակաս բան կա, շուրոբներին ապակասել, ես էլ կանաչին արդեն հանդրել եմ, մաքրել, լվացել, ահա, ու պետք է գնամ խանութներով, այդ պակաս շուրոբները բերեմ, առայժմ դեռ մի քիչ կա, բայց պակասելու է, չնայած որ երբ որ ցուցակ էինք անում, տեղը տեղին անել ենք, բայց թե սենց խոսք կա, չէ, տան հացնել է պակասում, ճիշտ է ցուցակով արել բերել եմ, բայց պակասել է, հիմա կանաչին լսնելու ժամանակն է, անշոտերը տարածվել է, այսինքն եփվել է իմ ակլորի մսով եփված ճաշը, ճիշտ է գնալու եմ խանութներով, կանաչի էլ կբերեի, միտք ունեի, որ այսօր չիջնեմ, իմ ազատորներ, բայց քանի որ արդեն իսկ քաղել եմ կանաչին, գիտեք չէ, որ մեր ցանած կանաչին ամենա համովն է, ահա, համրացնեմ, աղը կլցնեմ կանաչին, եփված է, ու ես շատ արագի մեջ կգնամ խանութներով, այդ պակաս շուրոբները կբերեմ, ահա, և գործը էլի առաջ կգնա, խող, ես ինչ անուշ բույրը տարածվեց, սա պետրուշկա է, սիրելի հետևորդներ ջան, և այս ճաշին շատ համահան չէ լինում, այսպես, ընտիրություն ուղղակի, հիմա ձեռքս չորացնեմ, որ աղը պիտի լցնեմ, որոշել եմ էլ սրանից չօգտագործեմ ու խոհանոցում քաշովի անձեռոցիկ դնեմ, քանի որ ամեն անգամ կամ այն ներքևի եզրերը պատրվում է, կամ էլ, չգիտեմ, իմ սրտով չի լինում, քաշովին ավելի լավ է, ինչքան էլ ձեռքերս ինչ-որ մի բանով
լինի, ասենք, կամ թաց, կամ ինչ-որ մի այլ բանով, քաշուվին արդեն հեշտությամբ կհանեմ։ Հիմա աղը լցնեմ, որ ընտրել աղամանը աղ այստեղ է։ Քանի որ այստեղ աղն է վերջացել և հիմա կբացեմ, որը ներերս տոպրակի մեջ է, այսպես, հարը վլոգ ստացվեց, մի քիչ, քանի որ վերանորոգման մեջ ենք լինում, գիտեք, որ ամեն բան իրար է խառնվում, թե գործերը, թե զրույցները, թե շարժիչները, սիրելի հետևողներ ջան, լցնեմ, ճաշերի համար մաներաղն եմ օգտագործում, այսպես, ջան, այսին սիրեն տեսք ունի, բայց ասեմ, սիրելի հետևողներ ջան, չեմ խառնելու, միսն է, կարտոֆիլը վրան, հիմա աղն անում, չեմ խառնելու, պտխոնցով, բրով, այսպես տարածում եմ, ինքը գնալու է, աղը միախառնվելու է այս ընթացքում, ես էլ տանը չեմ լինում, ինչև կգամ, որ հյուրասիրությունը կատարեմ, արդեն սա էլ աղը քաշած կլինի իրեն, հատ էլ տակ ու երես կանեմ և պատրաստ կլինի աքլորի համով ճաշը, ահա, ընտիր, հրաշալի, կանաչին նույնպես չեմ խառնելու, սիրելի հետևողներ ջան, ու հենց այսպես թողնում եմ ու գնամ, իհարկե, վլոգս էլ ավարտեմ, կարողանամ ձեզ հասցնել հենց այսօր դեկտեմբերի 9-ն է, սիրելի հետևողներ ջան, տեսնենք այսօր կարող եմ ձեզ հասցնել այսին վլոգը, անջատում եմ, մի պահ փակեմ, ձեռքերս լվանալուց հետո տեսախցիկը մոտեցնեմ, այս համովությունը ցույց տամ ու վլոգս ավարտեմ։ Հիմա բացում եմ իմ եփածաքլորի ճաշի տեսքը տեսնեք, սիրելի հետևորդներ ջան, ահա, այս պահին այս տեսքն ունի, անուշ բուրում է, նորից փակում եմ բույրերը մնան մեջը և գնում եմ խանութ այդ պակաս շուրուպները բերելու, կմիանամ հաջորդ վլոգում։